Մերձավանում հնչած կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել։ Նա հարցաքննվել է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Factor TV-ին, հայտնել են քննչական կոմիտեից։ Սեպտեմբերի 23-ին Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի տան դիմաց կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով Գրիգորյանը եւ նրա ընկերը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը տեղում մահացել էին, իսկ Արծրուն Գալստյանը վիրավորվել էր։ Երեք նրան վիրահատել էին, վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 18 հատ կրակված պարկուճ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այստեղ նա մասնակցելու է ատոմային էներգիայի գլոբալ ֆորումին։ Սեպտեմբերի 29-ին Մինսկում կայանալիք ԿՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստին Հայաստանը կմասնակցի փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանի մակարդակով։ Գրիգորյանի գրասենյակից Factor TV-ին հայտնել են, որ փոխվարչապետը հավաքին կմասնակցի հեռավար։ Մինչ այս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը չի մեկնի Բելարուս, քանի դեռ Ալեքսանդր Լուկաշենկոն այդ երկրի նախագահն է։ Նաև նշել, որ Լուկաշենկոյի պաշտոնավարման օրոք Հայաստանի որևէ պաշտոնական ներկայացուցիչ Բելարուս չի մեկնի։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հայտարարել է, որ պարբերաբար խորհրդակցում է թուրք պաշտոնյաների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ կապված հարցերով։ Նա նշել է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի միջոցով տեղեկանում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի եւ ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալենի կարծիքը Հայաստանին, Ադրբեջանին, ինչպես նաեւ Ուկրաինային վերաբերող հարցերի մասին։ Նա նշել է, հաջողություններ են ունեցել, քանի որ լավ հաղորդակցվում են։ Վարչապետի աշխատակազմի բյուջեն 2026 թվականին 2025-ի համեմատ աճում է 1.5 միլիարդ դրամով։ Հաջորդ տարի այն կկազմի 25 միլիարդ 800 միլիոն դրամ։ Նախագահի աշխատակազմին 2026 թվականի բյուջեով կհատկացվի 1 միլիարդ 618 միլիոն դրամ, 7 միլիարդ դրամ էլ կկազմի ազգային ժողովի բյուջեն։ Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026-ին 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ է լինելու։ Պետական բյուջեի պակասուրդը 2026 թվականին նախատեսվում է 537 միլիարդ դրամ, հնայի 4.5%-ը։ Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատապարտել է ազատազրկման 2007 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի անօրինական լիբիական ֆինանսավորման համար։ Սարկոզին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, նաև տուգանվել է 100,000 եվրոյով եւ զրկվել 5 տարով նախագահական ընտրություններում առաջադրվելուց։ Դատարանը նախկինում Սարկոզիին մեղավոր էր ճանաչել հանցավոր դավադրությանը մասնակցելու համար, սակայն արդարացրել էր պետական միջոցների հափշտակությունը թաքցնելու եւ պասիվ կոռուպցիայի մեղադրանքների մասով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի համաձայնի Սիրիայի հետ այնպիսի գործարքի, որը չի երաշխավորում Սիրիայի դրուզ փոքրամասնության անվտանգությունը։ Նրա խոսքով Սիրիայի հետ բանակցությունները ընթացքի մեջ են եւ երկու երկրների միջև գործարքը կախված է Իսրայելի շահերի ապահովումից, որոնք ներառում են նաեւ Սիրիայի հարավ-արևմտյան մասի ապառազմականացումը եւ դրուզների անվտանգության եւ պաշտպանվածության ապահովումը։